Մեռած է երեք ամբող։ Աղետների ցավում սիրտս խառնում։ Րոպե մեկ վասում ասելն էլ ամոթա րոպե մեկ վասում ես զուգարան։ Ջրի նման սենց եթմա։ Չես իմանում ինչ անես։ Բյուրեղավանցի այս կինն այսօր համարձակվել էր տնից դուրս գալ կարճ ժամանակով, հույսով, որ աղիները հանդարտվել են։ Փողոցում ում մոտեցանք շտապում են կամ թունավորված են, կամ թունավորված տնեցիներ ունեն։ Բա ինչ ենք արել, ամբողջ ընտանիքով։ Ես ինքս անձամբ առաջինը։ Ես վատ վիճակի եմ։ Բյուրեղավանում օրական քանի շտապ օգնությունա ձեն հանիլով քնում։ Ինչի համար հիվանդատան չէ, թունավորված մարդ է տանում։ Սուտ ասում ջրից չի, խիչի բա լող մի անգամից թունավորվեցին ուրիշ բանից։ Նորից ջուրն է կասկած չունեն բյուրեղավանցիները։ Համներ, համել հոտ կար, մի ձևի հոտ ուներ այդ ջուրը։ Ապրիլին այս համայնքում նորից աղիքային վարակ էր բռնկվել, սա պաշտոնապես երկրորդ դեպքն է կարճ ժամանակում։ Դաժե երրորդ։ Հինգշաբթի երեկոյից Բյուրեղավանի պոլիկլինիկան ու Աբովյանի հիվանդանոցն սկսեցին կանչեր ստանալ։ Լուծ փսխումներ, ջերմություն, սիմպտոմներով հերթապահ մանկաբույժը ընդունել է, հաջորդ օրը առավոտյան ամսի 17-ին արդեն սկսվել է հոսք։ Հիվանդները հիմնականում Բյուրեղավան համայնքից են, մի քանի հոգի Արզնից ու Նուրնուսից, մեկն Աբովյանից, որ հյուր էր գնացել տատիկին Բյուրեղավան։ Ջրից շատ ահավոր ժանգահամ էր գալիս, որ խմեցի։ 13-ամյա Եվան է տատիկի տանը ջուր խմել, որ ասում է թանի գույն ուներ, վատացել ու հիվանդանոց է ընկել։ Բուժկենտրոնում հիմնականում երեխաներ են, կան ընտանիքներ, որ ապրիլին թունավորվել էին ու հիմա էլի այստեղ են Կաթիլայինի տակ։ Ընտանիքով մենք ապրիլին ենք էլի վարակվել, ես տան պայմաններով մեզ կարողացել եմ բուժել։ Այս անգամ դաժե կարամ ասեմ 10 օր որ նոր ես կռանդից ջուր եմ օգտագործում, միջև այս մենք միշտ առել ենք, գնել ենք, ինչքան կարանք ասենք գնենք էլի մենք խանութից։ 10 օրվա մեջ նորից հայտնվել ենք այս վիճակի մեջ։ Հիվանդներից ամենատարեցը 70-ամյա կինն է, որ ճնշումը կարգավորելու համար դեղ է խմել ծորակից հոսող հեղուկով ու կեսօրից հետո ընդհանրապես վիճակ չկար, վեր շատ վատ էի։ Աշկերտից դեմը սևանում էր, չէի կարող շնչել, բերանով էի շնչում։ Լրիվ ջրից է, ինչից է։ Ապրիլին էլ նույն վիճակում էին դուստրը, որդին, հարսը։ Շատ մարդավոտի վրա տարել, շատ քչերը, որ ասենք դիմել են հիվանդանոց։ Ինչու են մեզ անընդհատ թունավորում ջրով, բյուրեղավանցիները զայրացած են, առանց այդ էլ օրական մի քանի ժամ են ջուր ունենում, ինչքան կարող են խանութներից շշերով ջուր կրել։ Եթե պետք է կռանդը գա չօգտվենք, ավելավա չգա։ Ոչ նորմալ ջրամատակարարում ունենք, հետն էլ տալիս են թունավորված ջուր։ Մենք անասուն չենք, ես իրանց հենց այդ ձևով ասում եմ։ Բյուրեղավանցի Մարինե Զուռնաչյանը համայնքի այլ բնակիչների հետ Վեոլիա ջրի գրասենյակ են գնացել, այնտեղ ասել են ջուրը չի, սննդից եք թունավորվել։ Ասում եմ դուք ինչ մտածում եք, երեք մենք խնջույքի ենք, բոլորս նույն կերակուրը կերանք թունավորվեցինք, ինչ եք դուք ձեր աթոռից ենկո մեր հետ խոսում, ինչ սննդային թունավորում, ինչ ենք կերել, որ թունավորվել ենք։ Թե ապրիլի աղիքային վարակի բռնկման ժամանակ ու թե հիմա Վեոլիա ջուրը հայտարարում է խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել, պարբերաբար նմուշարումներ են կանում։ Իսկ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնից քիչ առաջ հայտնեցին լաբորատոր հետազոտության արդյունքներով ջրի 14 նմուշարման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։ Բուժառուներից 13 կենսաբանական նմուշ են վերցրել, բայց դրանց հետազոտությունը դեռ ընթացքում է։ Ջրի որակի շեղում այնուամենայնիվ արձանագրել են։ Իդեպ ապրիլին նույնպես կենտրոնը շեղումներ էր արձանագրել, կոլիֆորմ մանրեներ, սա հիմնականում տեղի է ունենում այն ժամանակ, երբ խմելու ջրին խառնվում է կոյուղին։ Դեռ ապրիլին հարուցվել էր քրեական գործ, այսօր քննչական կոմիտեից տեղեկացանք, նշանակվել է փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չկա։ Առաջինի դեպքը դեռ բացահայտված չի ու պատասխանատվության ենթարկվածներ չկան։ Երկրորդ անգամն էլ էլի պետք է սա ծածկը դմփոցար փակվի գնա։ Վեոլիա ջուրը չի ընդունում, որ ջրից է, հիվանդությունների վերահսկման կանխարգելման մասնագետները ստուգում են անում միայն բնակիչների թունավորման տառապանքներից հետո, ով կպաշտպանի մեզ, հարցնում են բյուրեղավանցիները։ Իդեպ այս մի բռնկման մասով Վեոլիան մի նոր շեշտադրում է անում։ Խմելու ջրի որակի նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ոչ միայն Վեոլիա ջուր փակbaşնետիրական ընկերությունը։ Օրենքով սահմանված կարգով այն մշտապես վերահսկվում է նաև պետական իրավասու մարմինների կողմից, որոնք իրականացնում են անկախ վերահսկողություն եւ արձանագրում են ցանկացած խախտում։
Պետական մարմինները, որ ապրիլյան վարակից հետո պիտի որ զգոն լինեին, ինչ են արել, քննչականը քննում է գործը, մեղավորներ չկան դեռ, հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնը մոնիտորինգ է անում, իսկ առողջապահական տեսչությունը վերահսկում, թե խմելու ջրի նորմերը որքանով են համապատասխանում։ Այդ վերահսկողությունն իրականացնում է ըստ տարեկան պլանի կամ ահազանգերի։ Տաք ջուրը, որ եկել է, ամանները կեղտոտ, որ պետքա լվանաս, մեզի հոտ է եկել։ Ծորակից հոսող ջուրը ոչ միայն Վեոլիայի, այլև մի շարք պետական օղակների աչալուրջ հայացքի ներքո պիտի լինի, բայց չգիտես ինչու մարդկանց մատակարարվող հեղուկը կոյուղու հոտ ունի, խմում ու ոչ թե հագենում, այլ մի կերպ շտապօգնություն է զանգում։